Այս պահին ձեր էկրաններին այն տարածքն է, որտեղ լինելու է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ամենաառաջատար արհեստական բանականության գործարանը։ Firebird ընկերության Հրազդանի մոտակայքում կառուցվող մեգանախագիծը, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանի առաջատար արհեստական բանականության գերհամակարգչային կենտրոն, մտնում է իրականացման փուլ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, Հրազդանի քաղաքապետն ու ընկերության համահիմնադիրը տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ առաջին անգամ շրջում են գործարանի տարածքում։ Այս նաև շինարարությունը, ինչպես տեսնում եք, մասշտաբային է, բայց ռեկորդային արագ ժամկետներում ենք արել եւ ուրախ ենք, որ հավակնում է արդյոք Firebird-ը լինել ամենաարագ կառուցվող տվյալային կենտրոնը։ Ես հուսով եմ, որ այո, մինիմում կնշվի դրա մասին, ես համոզված եմ։ Գործարան կառուցելու մասին առաջին հայտարարությունից ընդամենը 10 ամիս անց նախագիծը մտնում է եզրափակիչ փուլ։ Օրեր առաջ Հայաստան է բերվել արհեստական բանականությամբ աշխատող գերժամանակակից բարձր արտադրողականությամբ հաշվող սարքեր։ 2 օրից երկուշաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք դատա կենտրոնի, AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը։ Գործարանի կառուցման առաջին փուլում $500 միլիոն ներդրում է արվել։ Երկրորդ փուլում այդ ներդրումը կկազմի $4 միլիարդ։ Դա մեզ արդեն կդասի աշխարհում 5 երկրների ցանկում թե հզորությամբ, թե GPU-ների քանակով։ Մենք արդեն իսկ այս կենտրոնի գործարկումից անգամ առաջ այս պահին կնքել ենք մեծ պայմանագրեր ամերիկյան խոշորագույն ընկերությունների հետ, ում մատակարարելու ենք ծառայություններ Հայաստանից։ Եսայանի խոսքով տարեվերջին արդեն հիմնական ենթակառուցվածքները պատրաստ կլինեն եւ 2027-ի առաջին կիսամյակում գործարանը ծառայություններ կմատուցի ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին։ Ինչ վերաբերում է աշխատակիցներին, հիմնական մասը մեր աշխատակիցները լինելու են հայեր, մոտ 90% եւ ավելը լինելու են լոկալ մասնագետներ, բայց հիմա նույնպես ներգրաված են միջազգային տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ, որոնք հա գալի գնում են, այսինքն այս փուլում։ Գործարանում աշխատողների թիվը 3 փուլերի ավարտին կմոտենա 1000-ի, ասում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ռադիոլուրի հարցին, թե հատկապես որ ոլորտների վրա է ազդելու մեգանախագիծը, Հայրապետյանը նկատում է. Սա մի յուրօրինակ իրադարձություն է, երբ երկու ոլորտներ, նույնը առողջապահության, նույնը քաղաքաշինության, խելացի քաղաքների, ֆինանսաբանկային ոլորտի, կիբերանվտանգության, պաշտպանական կամ ռազմական արդյունաբերության ոլորտում է հատկապես կիրառվում, ընդհանրապես արդյունաբերության ոլորտում հաստոցներ, ռոբոտաշինություն դուք նշեցիք, այսինքն չկա մի ոլորտ, կրկնում եմ, որտեղ այլևս այն կիրառելի չէ։ Գործարանում նվազագույն աշխատավարձը 300,000 դրամ է լինելու, առավելագույնը 10 միլիոն դրամ։ Նախարարի խոսքով այն մեծ ազդեցություն կունենա գիտության, նորարարության, ստարտափների, գիտահետազոտական ինստիտուտների, պետական ու ՏԻՄ համակարգի վրա։ Բայց գործարանի շրջադարձային առաքելությունը Հայրապետյանի ձևակերպմամբ այլ է։ Այն նախ եւ առաջ ապացույց է ինքներս մեզ համար, որ Հայաստանը իր սեփական ուժերով կարող է մեգանախագծեր իրականացնել եւ դա անել շատ արագ։ Մեգանախագիծը նախ եւ առաջ նախորդ տարի օգոստոսին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների հետ ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության մասին ռազմավարական փաստաթղթի արդյունքն է, ասում է Հայրապետյանը։ Ինչը հնարավորություն տվեց արդեն մասնավոր հատվածի մեր գործընկերներին հնարավորինս արագ կառավարության հետ համատեղելով ջանքերը կապիտալիզացնել այդ փաստաթուղթը եւ ստանալ այդչափ կարեւոր արտահանման թույլտվությունները։ Գործարանի կառուցման համար ընտրվել է Հրազդան քաղաքը, քանի որ այն ամենահարմար կլիման ունի։ Այստեղ առավելագույն ջերմաստիճանը 36-ն է, ինչը կարևոր է հովացման համակարգերի համար։
Այս գործարանը աշխարհի նման գործարաններից տարբերվելու է նաև նրանով, որ աշխատանքի համար ջուր չի օգտագործվելու և որևէ վնաս չի հասցվելու շրջակա միջավայրին։ Firebird ընկերության ինտերնետային կապուղիների հիմնական գործընկերը Team Telecom Armenian է։ Աշխարհահռչակային Nvidia-ն, Dell-ը և մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց, այսպես ասած, գործընկեր ընկերություն ընտրելու, Telecom Armenian եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք։ Այսպիսով աշխարհում եզակի արհեստական բանականության տվյալների կենտրոններից մեկը շատ մոտ ապագայում նոր հասցե կունենա։ Հայաստան, Կոտայքի մարզ։ Անահիտ Սվարյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։